Ողջույն։ Ինչու է Փաշինյանն անընդհատ ասում, որ մեր երկրում հերոսը ոչ թե զինվորն է, ոչ թե ուսուցիչն է, ոչ թե թոշակառուն է, ոչ թե գեներալն է, այլ հարկատուն։ Այդ հարցի պատասխաններից մեկը կարծում եմ թաքնված է վերջին օրերի իրադարձություններում։ Հարկատուն մեռնում է աշխատելով ՔՊԱ-ների փորը պահելու համար։ Իրոք հերոս է հարկատուն, որ առավոտի ցիրիկուն հարկեր է մուծում, որ ԿՊՆ ստանա մի քանի միլիոն դրամ պարգևավճար ու չի հարցնում. իմ հարկերի հետ էս ոնց եք դուք վարվում։ Փոքր բիզնեսմենը բողոքում էր, որ անհիմն տուգանել են իրեն 20 միլիոն դրամով, իր գործընկերոջը 18 միլիոն դրամով։ Մի քանի գործարարի անհիմն տուգանել են, որ Նիկոլն ու փոխվարչապետները ստանան ուշադրություն 51.6 միլիոն դրամ պարգևավճար։ $136,000 պարգևավճար են ստացել, ով բացատրություն ունի։ Նախարարները մինչև 9 միլիոն դրամ ստացել են։ Ինչու՞։ Ասում է, որովհետև դատական ծախսեր ունենք փակելու, դատարաններ բան ենք գնում։ Նիկոլի դեմ զրպարտության համար լիքը դատական հայցեր կան։ Աշխատանքից անհիմն ազատելու համար հայցեր կան։ Հիմա ասում է, մեզ պարգևատրել է, որ այդ դատական ծախսերը փակենք։ Կամ էլ ասում է, դե նախկինները ծրարով փողեր են տալիս, ես դա վերացրել եմ, հիմա պարգևավճար եմ տալիս։ Մի ժամանակ էլ ասում էր, չամադաներով փող էին տանում Բաղրամյան 26, իսկ հետո ասաց, սուտ եմ ասել։ Թե ով է ծրարով փող ստացել, չգիտեմ, բայց Նիկոլի մասին օրինակ լսել ենք բոլորս։ Երրորդ նախագահի ընտանիքի անդամն է հայտարարել, որ Նիկոլին գումար է տվել ամեն ամիս։ Գուցե ծրարով, դժվար թե բանկային քարտին փոխանցեր, չգիտեմ։ Ասում է, քանի որ մեծ ներդրումներ են գալու, դրա համար պարգևատրել եմ։ Ներդրումները դեռ չեն եկել։ Հույս ունեմ, որ գալու են, կարող է եւ չգան, բայց պարգևատրումը արդեն այն գլխից արել է։ Ասում է, պարգևատրել եմ, որ կրթվեն։ Կրթվածների ընդունել գործի։ Ասում է, կատարողականի հիման վրա եմ պարգևատրել։ Այս մեկը հաստատ պետքա չասեր, կարծում եմ, որովհետև եթե այս կառավարությունը վարձատրվեր կատարողականի հիման վրա, դեռ մի բան էլ իրենք պետքա փոխտային, որովհետև իրենց խոստումների կատարողականը 1% է հազիվ։ Նիկոլ Փաշինյանը, երկու փոխվարչապետները եւ կառավարության անդամները միասին ստացել են մի ամբողջ գումարտակ մինչեւ ատամները զինելու փող։ Այդ գումարին հնարավոր էր կառուցել ժամանակակից զորանոց։ Նիկոլն ասում է, մենք պարգևատրվել ենք թոշակառուի համար, որովհետև նրանց համար ենք աշխատում։ Թոշակ չի բարձրացրել, բայց միայն Նիկոլն ու տեղակալները ստացել են 51.6 միլիոն դրամ պարգևավճար, այսինքն նրանք ստացել են միանգամից թոշակառուի 119 տարվա թոշակը։ Թոշակ չբարձրացրած վարչապետն ու տեղակալները ստանում են թոշակառուի 119 տարվա թոշակը որպես պարգևավճար։ Նիկոլն ու տեղակալները ստացել են Հայաստանի սահմանները պահողի 36 տարվա աշխատավարձը միանգամից։ Ստացել են ուսուցչի 51 տարվա աշխատավարձը միանգամից։ Երբ դա падգամավոր էր, ասում էր, ես ոնց կողմ լինեմ պաշտոնյայի աշխատավարձի բարձրացմանը, երբ իմ ուսուցիչը ինձ հանդիպի, ես ոնց նայեմ նրա աչքերին։ Այսօր վարչապետ Նիկոլի ձեռքի տակ է ուսուցիչների աշխատավարձի բարձրացումը։ Բայց ինքը իր երկու տեղակալները ստացել են ուսուցչի ամբողջ ստեղծագործական կյանքի 50 տարվա աշխատավարձի չափ պարգևավճար։ ԿՊԱ-կան նախարարն ասում է, դե ուսուցիչների աշխատավարձներն էլ ենք բարձրացրել։ 500,000 դրամ ստացող ուսուցիչ կա։ Այդ լոլոներով համա թե հիմարացրիք։ Հայաստանում կա 37,000 ուսուցիչ։ Այն նրանցից ընդամենը 3,000-ն է, որ ստանում է 300,000 դրամից բարձր, այն էլ կեղտոտ աշխատավարձը, հարկերը մեջը։ Ուսուցիչների 10%-ն էլ չի կազմում դա։ Հայաստանում ուսուցչի մեկ դրույքը 90,000 դրամի կարգի է։ Դա են ստանում մեծ մասը, բայց համեմատության համար ասեմ, որ Վրաստանում գերազանցում է 250,000 դրամը։ Այդ երկրում կրթությունն էլ է ծրի, բայց նախարարն ու վարչապետը չեն պարգևատրվել։ Ասում է, շարքային պայմանագրային զինծառայողներ կան, որը ստանում են 300,000 դրամից մինչև 700,000 դրամ եւ ավելի վարձատրություն, Նիկոլն էր ասում։ Թվերը գումարում է, պարզվում է մի 3000 հոգու մասին է։ Հետո պարզվում է հարկերը մեջն է այդքան, իսկ քանի տասնյակ հազար է շարքային պայմանագրայինների թիվը, ու ինչքան է նրանք ստանում։ Դա էլ կասեք։ Քանի տարի է մարդ սովորաբար աշխատում մինչև թոշակի գնալը։ Մոտ 50 տարի։ Հայաստանում իհարկե թոշակի տարիքում էլ են աշխատում մարդիկ, որ թոշակի հետ միասին մի կերպ գլուխները պահեն։
Այս մարդիկ միայն Նիկոլն ու իր երկու տեղակալները ստացել են մի տարում մեկ մարդու ամբողջ աշխատանքային կյանքում ստացած աշխատավարձի չափ պարգևավճար։ Արդարադատության նախարարին երեք հարցնում են ինչքան պարգևավճար եք ստացել, ասում է դե 6-7 միլիոն դրամ, լավ չեմ հիշում։ Այսինքն սրանք այնքան շատ են ստանում, որ 1 միլիոն ավել կամ պակաս კი ոչ էլ հիշում են, ոչ էլ հաշվել են։ Թոշակառուներին ուղղակի ալեկոծել է Նիկոլի ելույթը, որ եթե թոշակը բարձրացնենք 10,000 դրամով, չեն իմանա ինչի վրա ծախսեն։ Անկապ բաներ կգնեն։ Թոշակառուն Նիկոլին հարցնում է. ինչի վրա եք ծախսել 51.6 միլիոն դրամ պարգևավճարը դուք։ Այսօր ասում է, որ իր ամսական աշխատավարձը ավելացել է 1.5 միլիոն դրամով։ 1.5 միլիոն ստանում էր, կրկնապատկվել է ամեն ամիս։ Թոշակառուն հարցնում է. իմ թոշակը ասում եք 10,000 դրամով ավելացնեմ, չես իմանա ինչ անես։ 1.5 միլիոնով ավելացրել ես, 150 հատ 10,000 դրամով ավելացրել ես քո աշխատավարձը։ Ինչի վրա ես ծախսում։ Ի տարբերություն թոշակառուի, Նիկոլի բոլոր ծախսերն էլ պետության վրա են։ Ոչ կոմունալի փող է տալիս, ոչ բժշկի ու այլ բաների։ Եվ ուրեմն ինչ անում այդ գումարը։ Հարվածային գործիքներ է առել, որ ցմփանի թոշակառուի պատվին։ Իդեպ, պետական հիմնարկներում մեծ իրարանցում է, բունտ է հասունանում, որովհետև ճոխ պարգևատրվել են միայն ղեկավար ՔՊԱ-կանները, աշխատողները ոչ կամ չնչին։ Վերևները ստացել են բոլորի փոխարեն, այն որ ասում են վարչական ռեսուրս, որը վաղը պետք է քշվի ընտրատեղամաս Նիկոլին ձայն տալու, այնա չի ստացել։ Այդ մարդկանց քաշում տանում են մեկ կեղծ պատարագի, մեկ Էջմիածին Մեխակյանի հանրահավաքին, մեկ Գյումրի Սարիկի հանրահավաքին, մեկ Ավինյանի համար երթին, մեկ Աննա Նիկոլ զույգի կրթական շոուին եւ ընդհանրապես այն բոլոր միջոցառումներին, որտեղ մասովկա է պետք, բայց պարգևավճար ստանում են բերման ենթարկողները, ոչ թե բերման ենթարկվողները։ Գիտեք, քանի պետական աշխատող էր գրել, որ պարգևավճարների մասին մամուլից է իմացել ու զայրացել, զարմացել են։ Նիկոլն ասում էր, ուզում ենք պետհիմնարկներում աշխատողների աշխատավարձը բարձրացնենք, բայց վախենում ենք ժողովուրդը ինչ ասես հայհոյի։ Բա որ 51 միլիոն դրամ պարգևատրվում էիք, հայհոյվելու մասին չէիք մտածում, որ քո աշխատավարձը ամեն ամիս 1.5 միլիոն դրամով ավելացել ես, հայհոյվելու մասին չես մտածել։ Նիկոլի նախարարն ասում է $200,000 տունը ինչ է, որ չունենամ, բա որ ամիսը $20,000 ստանաք պարգևավճար, $1 միլիոն տուն էլ կունենաք այդ հաստատ։ Հայաստանում նվազագույն աշխատավարձը 75,000 դրամ է։ Հայաստանում վարձու աշխատողների կեսից շատի 57%-ի միջին աշխատավարձը 107,000 դրամ է։ Հայաստանում ընդամենը 0.1%-ը ստանում է 5 միլիոն դրամից ավելի աշխատավարձ։ 0.01%-ը վարձատրվում է 7 միլիոնից բարձր։ Դա այս իշխանական խմբակն է, որը ստացել է 7 միլիոն, 9 միլիոն, 17 միլիոն դրամ պարգևավճար։ Այսա աստղաբաշխական է։ Կարճ ասած, Ժողովուրդ ջան, մեր երկրում բացի պետական պարտքից նաև կրկնապատկվել է Նիկոլի աշխատավարձը։ 8 տարում այդ մարդը իր աշխատավարձը կրկնապատկել է ինքը, բայց 8 տարում ձեզ մոտ ինչ է փոխվել։ Ձեր կյանքը որքանով է բարելավել։ Նիկոլի ապրելակերպը փոխվել է գլխիվայր։ Չուլանից հասել է պալատ։ Դու ուր ես հասել, ժողովուրդ ջան։ Դու ես նրան բերել ու բերել ես քեզ համար։ Ինչ է փոխվել քո կյանքում։ Խնդրում եմ հիշիր քեզ 2018 թվականին, քո նպատակները, քո սպասումները, եւ այսօր ինչ վիճակում ես։ Դու գոհ ես քո ընտրությունից, գոհ ես քո վիճակից, վստահ եմ, որ ոչ։ Բայց լավ նորություն էլ կա։ Կարծում եմ այն է, որ ընդամենը 5 ամսից դու ունես քո որոշումը եւ քո վիճակը փոխելու հնարավորություն։